Ինչպես ասեցի, եթե այս վերջնագիրը չընդունվի եւ շարունակվի ինֆրաստրուկտուրայի, նավթային գազային ինֆրաստրուկտուրայի ոչնչացումը Իրանում եւ Պարսից ծոցում, աշխարհը գնում է դեպի երկարատև ռեցեսիա կամ երկարատև անգամ դեպրեսիա, տնտեսական աղետ, որը տևելու է ամիսներով, եթե ոչ տարիներով։ Այս պայմաններում Հայաստանը պետք է շատ լուրջ մտածի, թե ում հետ է նա ուզում խզել հարաբերությունները եւ ում հետ հաստատել։ Արևմուտքը իհարկե դա չի ցանկանում, բայց այս ճգնաժամից շահում է Ռուսաստանը։ Քանի որ Պարսից ծոցից հիմա շատ դժվար է, եթե ոչ անհնար արտահանել նավթը եւ գազը, Ռուսաստանը իր ծառայությունները առաջարկում դրա տեղը եւ անգամ Միացյալ Նահանգները սանկցիաները ժամանակավորապես թույլատրել են, որ Ռուսաստանը կարողանա իր նավթը եւ գազը վաճառել։ Եվ ամբողջ աշխարհը հիմա դա ստանալու է Ռուսաստանից, եթե այսպես շարունակվի։ Եվ մենք այս պայմաններում խզում ենք մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ, մի երկիր, որը հիմա կարող էր փրկել մեզ եւ մեր ռեգիոնը եւ ուրիշ երկրներին արդեն օգնում է։ Խզում ենք իրենց հետ եւ ուզում ենք հաստատել աշխարհի այն մասի հետ, որը ինքը հիմա զրկվում է նավթից եւ գազից։ Մեծ Բրիտանիայում մի քանի օրից ավիաընկերությունները չվերթները չեղարկելու են, որովհետեւ վառելիք չունեն, կերոսին չունեն, չի հասնում վառելիքը Եվրոպա։ Եվ մենք այս պայմաններում հրաժարվում ենք Ռուսաստանի նավթից եւ գազից, որը կարող է փոխարինել Պարսից ծոցի նավթը։ Եվ դրա տեղը հաստատում ենք հարաբերություններ Եվրոպայի հետ, որը մնաց առանց նավթի եւ գազի։ Այսինքն այլևս անգամ սա քննարկելու որևէ կարիք չկա։ Պարզ է, որ մեր այս Ադրբեջանի դեսպանատունը Հայաստանի ինքնավար մարզում բացարձակ չի մտածում դրա մասին, թե մեր ժողովրդին ինչ է պետք, մեր ժողովրդի շահերից ինչ է բխում։ Նրանք մտածում են դրա մասին, թե ինչպես կատարել իրենց արտասահմանյան տերերի հրամանները։ Սա ինքնասպանություն է։ Կտրվել մի երկրից, որը հիմա կարող էր փոխարինել Իրանի նավթը, գազը, Պարսից ծոցի նավթը եւ գազը եւ գնալ դեպի արևմուտք, որը հիմա նավթ ու գազ չունի։ Բայց ես այնուամենայնիվ պահանջում եմ, կարծում եմ եւ պահանջում եմ, որ այս կառավարությունը կատարի իր խոստումը եւ հրճակի, որ Հայաստանը դուրս է գալիս եւ հապկից եւ ԵԱՏՄ-ից։ Եվ մենք հրաժարվենք Ռուսաստանի գազից, Ռուսաստանի նավթից, ատոմակայանից, Ռուսաստանի շուկայից եւ հետ բերենք մեր բոլոր ազգակիցներին, հայրենակիցներին, ովքեր աշխատում են Ռուսաստանում։ Ասում եք, դե արեք։ Այս սպեկուլյացիաները, այս շանտաժը, այս էժանագին այդ խոսակցությունները եւ սպառնալիքները արդեն 8 տարի են տևում։ Ասում եք, դե արեք։